Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հարգելի ունկնդիրներ, սիրելի հայ ժողովուրդ, այսօր կխոսենք մի բույսի մասին, որը երևի շատերի ծանոթ է, այժմ նրա սեզոնն է եւ ես կուզեմ, որ դու օգտվեք այդ հրաշալի բույսից։ Խնդրում եմ ձեզ, եթե կոմենտներ եք գրում, գրեք հայերեն տառերով։ Խնդրում եմ օտարազգի տառերով մի գրեք, որպեսզի ես կարողանամ նորմալ կարդամ եւ հասկանամ ինչին է վերաբերում հարցը։ Խնդրում եմ գրանցեք, տարածեք, հավանեք եւ բույսը կոչվում է ռուսերեն բուզինա չորնայա, հայերեն սև թանթրվենի, լատիներեն Sambucus nigra։ Այդ ատերևազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ 2-ից 6 մետր բարձրության ծառ է։ Ծաղիկները շատ գեղեցիկ են, բույլերով, սպիտակ, հոտավետ, պտուղները սև են, գնդաձև, հյութալի պտուղներ են, ծաղկում է, հիմա մայիսն է, հունիս ամսին, կարող ամսվա վերջում է նույնիսկ ծաղկի, պտուղները հասունանում են օգոստոսին, որպես բուժման միջոց օգտագործում են ամբողջ բույսը, ծաղիկները, պտուղները, տերևները, կեղևը եւ արմատները, ամբողջ բույսը պիտանի է օգտագործման համար, հայտնի է մարդկությանը անհիշելի ժամանակներից, հատկապես մեր հայ բժշկապետերը ընդհանրակ տեղեկություններ են տվել ինչպես բույսի նկարագրության, այնպես էլ նրա բուժական հատկությունների մասին։ Հիմնականում բույսը օգտագործվում է որպես քրտնամուղ եւ միզամուղ միջոց, որպես միզամուղ օգտագործում են երիկամային հիվանդությունների, միզապարկի, երիկամային քարերի, այսինքն ընդհանրապես քարային, միզաքարային հիվանդության ժամանակ հատկապես նա օրգանիզմից հրաշալի ձևով հեռացնում է ավազը եւ մանր քարերը, որպես քրտնամուղ եւ հակաբորբոքիչ օգտագործում է վերին շնչուղիների հիվանդությունների, բորբոքային գործընթացների ժամանակ, իջեցնում է ջերմությունը, լուծում է եւ բրոնխներից հեռացնում է խորխը որպես խորխամուղ միջոց, այն հրաշալի միջոց է նաեւ արտաքին օգտագործման համար, նրա թուրմը եւ եփուկը օգտագործում են ինչպես թռչոցների, մաշկային հիվանդությունների, հոդաբորբերի, ռևմատիկ հոդաբորբերի պոդագրայի ժամանակ դնում են թռչոցներ այդ ախտահարված ցավոտ մակերեսների վրա եւ ողողում են կոկորդը անգինայի ժամանակ եւ բերանի լորձաթաղանթի բորբոքային գործընթացների ժամանակ։ Հրաշալի նուրբ լուծողական միջոց է հանդիսանում, այն ոչ միայն լուծում է այդ շատացնում է հեղուկը, օրգանիզմում հավաքում է հաստ աղիքում հեղուկը, որպեսզի ջրի կացնի կղանքը, այլ նա դրդում է աղիների գալարակծկումները, գործընթացը եւ այդ մկանները կծկվելով, աշխատելով դուրս են հանում այդ բալաստը օրգանիզմից, նուրբ լուծողական հատկություն ունի։ Հրաշալի միջոց է նաև արյունը մաքրելու համար, սեզոնի ընթացքում, եթե դուք օգտագործեք արյունը մաքրելու համար, այն հրաշք միջոց է։ Նրա կեղևը, պտուղները եւ արմատները բարձրացնում են օրգանիզմի տոնուսը, ուժեղացնում են իմունային համակարգը, թռչոցների ձևով, տերևների թռչոցների ձևով այն օգտագործում են նաև թութքի հանգույցները վերացնելու, ներծծելու համար, կարող եք վերցնել տերևը, այսպես տրորել եւ դնել թութքի հանգույցների վրա, իսկ ավելի լավ կլինի, որ մի քիչ էփեք, խաշեք, այսպես ասած, կաթի մեջ եւ դնեք թռչոցներ հետանցքի վրա եւ այդ թութքի հանգույցները վերանում են։ Քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ գլիկոզիդներ, սրտային գլիկոզիդներ, նրա քիմիական հատկությունը պարունակում է դաբաղիչ նյութեր, ներկա նյութեր, ամինոթթուներ,
վիտամին C, E, կարոտին, ունի մեծ քանակությամբ միկրոտարեր, նատրիում, կալիում, կալցիում եւ այլը, որոնք հզորացնում են բույսը, կալիումի մեծ պարունակության շնորհիվ այն օգտագործում են նաեւ սիրտը զորացնելու համար, որպես սրտային միջոց, քանի որ սրտային գլիկոզիդները նաեւ պարունակում, կարգավորում է սրտի աշխատանքը, ուժեղացնում է մկանային տոնուսը եւ նորմալացնում է, վերացնում է տախիկարդիան, սրտխփոցը եւ այլը։ Հարգելի բարեկամներ, կարող եք դրանով նաեւ դնել թռչոցներ այդ ոտքերի քրտնարտադրության եւ հոտի համար, նրա եփուկով կամ թուրմով դնում եք լոգանքներ, կա որ ձեռքերն են քրտնում, ապա ձեռքերը կարող եք դնել լոգանքներ եւ ոտքերը դնեք լոգանքներ երեկոյան լվալուց քնելուց առաջ 15-20 րոպե տևողությամբ դնում եք լոգանքներ եւ այդ ախտաբանական երևույթները վերանում են։ Այսքանը թանթերուենու մասին դες առողջություն եմ ցանկանում, ինչպես կարող եք պատրաստել ներողություն։ Վերցնում եք 30 գրամ 1 լիտր եղրման ջրի մեջ թրում եք 20 րոպե, քամում եւ խմում եք կես թեյաբաժակ օրի 3-4 անգամ քաղցած վիճակում, եփուկ պատրաստելու համար վերցնում եք 3 ճաշի գթալ կես լիտր եղրման ջրի մեջ, դանդաղ եփում եք 10 րոպե, սառելուց հետո քամում եւ օգտագործում եք 50 մլ օրը 3-4 անգամ ուտելուց առաջ։ Կեղևից տերևները, ասեցի կանաչ տերևները, թարմ տերևները կարող եք մի քիչ խաշել կաթով կամ ծեծել, եթե դնում եք տրոֆիկ խոցերի վրա եւ թութքի հանգույցների վրա, կարող եք կաթի մեջ խաշել, իսկ եթե չէ, ապա կարող եք տրորել կամ այսպես ձեռի մեջ մի քիչ փափկացնել եւ դնել այդ վերքերի վրա։ Կեղևները չորացած վիճակում պետք է մանրացնեք կամ, չգիտեմ, աղալք մի քիչ ավելի խոշոր, 1 թեյի գթալ 1 բաժակ եղրման ջրի մեջ դանդաղ եփում եք 10 րոպե, սառելուց հետո քամում եւ օգտագործում եք 2 ճաշի գթալ օրը 3-4 անգամ քաղցած վիճակում։ Նույնը վերաբերում է նաեւ կեղևներին։ Ես ձեզ առողջություն եմ ցանկանում, կունենաք հարցեր, կարող եք գրել կամ զանգահարել, գրում եք հայերեն տառերով, իսկ խորհրդատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38, ուզում եմ ձեզ ցույց տամ իմ գրքերը, որովհետեւ գրքերով հետաքրքրվողները շատ են, պարունակում է, ներառում է 90 տեսակ հիվանդություն, այստեղ հիվանդության նկարագիրը գրված է ընդարձակ, տրված է նրա բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով, ունի իր պատկերասրահը, 3 լեզվով գրած են գունավոր նկարների տակ, բոլոր այն բույսերը, որոնք օգտագործում են դեղատոմսերում, նկարները կա այստեղ հայերեն, ռուսերեն, լատիներեն, ինչպես ունի նաև խառալեզու բառարան գրքի հետևում, այնպես որ կարող եք հանգիստ օգտվել գրքից։ Մյուս գիրքը կոչվում է Ալկամա, որը նշանակում է Աստծո պարգև, ներառում է 170 հիվանդություն, հիվանդության նկարագիրը տրված է շատ համառոտակի, բայց ընդարձակ բուժում բազմաթիվ դեղատոմսեր, եթե մեկը ինչ-որ, չգիտեմ, անհասանելի է կամ հարմար չէ, կարող եք օգտվել մյուսից, այստեղ կան նաև այնպիսի հիվանդությունների բուժում, որոնք այլ գրականության մեջ դուք չեք կարող գտնել։ Ունի նաև իր պատկերասրահը, 3 լեզվով գրած են նկարների տակ, հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ խառալեզու բառարան։ Այդ բոլորով հանդերձ ունի հավելված, որտեղ ներառված են նաև բժշկության մյուս ձևերը։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, մի շնորհ հանդիպում։